Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Էրգրի համը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք մուշի արմատների հետքերով։ Դե ինչ, այսօր ինձ հետ միասին քայլելու ենք մուշի արմատների հետքերով։ Իմ մի կողմը մշեցիներ են, իսկ մի կողմը սասունցիներ։ Եվ այսօր ես առաջարկելու եմ ձեզ պատրաստել մի յուրահատուկ քյուֆթա կամ կոլոլակ, ինչպես տարածաշրջանում էր հայտնի, պահկային տարբերակում, այսինքն այստեղ կենդանական ծագման որևիցե բաղադրիչ չի օգտագործվելու։ Ունենք այստեղ մանրաձավար, բլղուր, նույն ինքը նաև սպիտակաձավար կարելի է օգտագործել կցելու համար։ Ունենք ալյուր, այսինքն պատյանը ստանալու ենք հեծետ տարբերակով, իսկ այստեղ ունենք ջրերից միջուկի համար խճողակ որպես այդպեսին, ծիրանաչիր, սալորաչիր, ընկույզ, սոխ, այսինքն պատրաստելու ենք սոխառած եւ հետո միասին յուղի հետ տապակելու ենք։ Այս դեպքում եթե պահկային չէ ձեր քյուֆթան պատրաստվում, կարող եք հեշտ պատրաստել իրեն կարագի օգնությամբ, բայց եթե պահկային է, միանշանակ գիտենք, որ օգտագործվում է միայն բուսայուղ։ Համեմունքներից օգտագործելու են կարմիր պղպեղ, սև պղպեղ եւ իհարկե չոր խառը կանաչիներ, ցանկացած կանաչի կարող եք օգտագործել, դա լցվելու է իհարկե կեսը պատյանի մեջ, կեսն էլ միջուկի մեջ։ Եռացրած ջրով շաղախելու ենք, որպեսզի ստանանք կպչունություն եւ իհարկե ավելացնելու ենք ըստ ճաշակի աղ։ Վերջում կզարդարենք քունջութի սերմերով եւ կստանանք մեր հոյակապ մուշի կոլոլակները։ Հիմա ես առաջարկում եմ ընդհատել, հետո շարունակել իմ աշխատանքը։ Ես վերադարձա եւ սկսելու ենք նախապես խճողակից, քանի որ պետք է խճողակը կտրատել եւ թողնել, որպեսզի սառչի։ Այս դեպքում սկսելու եմ սալորաչրից, նախապես ասեմ, որ սալորաչիրը թրջված է, որպեսզի նախ փափկի, երկրորդն էլ հեշտ կարողանաք դուք իրեն կտրատել։ Իմ ծիրանաչիրը այս դեպքում բավական փափուկ է եւ այդ կարիք չկա թրջելու։ Մի փոքր անդրադառնանք մուշի տարածքին, հետաքրքիր է մուշի անվանումը, թե որտեղից է գալիս ընդհանրապես մուշ կամ մշուշ հաճախ այս անվանման հետ են որպես այդպեսին ասոցացնում, քանի որ ասում են, որ մշոդաշտը հաճախ մշուշապատվում էր եւ մենք մի առասպել ունենք աստղիկ դիցու հետ կապված, երբ որ ամբողջ մշոդաշտը մշուշով էր պատում, որպեսզի իր լողանալու ընթացքում աստղիկ աստվածուհու գեղեցկությունը եւ մերկությունը չտեսնեին։ Այսպեսի մի անդրադարձ կա ավանդազրույցային տարբերակով, բայց դրանից դուրս նաեւ մենք ունենք որոշակի պատմական ակնարկներ, որ դրանք կապված են որոշակի տեղաբնիկների անվան հետ կապված, բայց եկեք մնանք այն գեղեցիկ ավանդազրույցին, որը որ կապված է հենց մուշի հետ։ Մուշը ընդհանրապես սասունից իր ռելիեֆային տարբերակով տարբերվում է, որովհետև ընդհանրապես սասունում ավելի շատ լեռնային տարածքներ են, իսկ մուշի տարբերակում հարթավայրային մասը ավելի շատ է, բացի դրանից քաղաքային միջավայր է մուշը, եւ այսպեսի մի ընդունված տարբերակ կար, որ օրինակ մշեցիները սասունցի տղաներին աղջիկ չէին տալիս, համարելով, որ իրենց աղջիկները քաղաքացու աղջիկ են, իսկ սասունցիները լեռնային են, բայց հաճախ սասունցիները, մշեցիները կրկին իրար հետ էին ամուսնանում, որովհետև այս դեպքում իրենք իրար կենցաղ լավ էին հասկանում, հստեղից էլ գալիս է, որ շատ ենք մենք տեսնում ամուսնական կապեր հենց մշեցիների եւ սասունցիների միջև։ Եթե ուշադրություն դարձնենք ոչ միայն կենցաղին, խոհանոցը գրեթե նույնն է, ինչ սասունինը, որոշակի տարբերակիչներով, որոնք որ այդքան էլ շատ արտահայտված չեն, հա, որոշակի առումով, եւ իհարկե մուշը որպես քաղաքային միջավայր մենք տեսնում ենք ավելի թեթև սննդամթերքներ, որոնք որ բնորոշ են քաղաքային միջավայրին, ավելի շատ մսի արկայությունն է այստեղ գերակշռում եւ իհարկե կանաչիների տարբերակները։ Մենք գիտենք, որ պահկային հատվածը բավական երկար է տևում, հետեւաբար հայկական ամբողջ լեռնաշխարհում շատ է տարածված այն պահկային ճաշատեսակները, որոնք որ իրենց մեջ պարունակում են միայն բուսական, ուրեմն բաղադրիչներ եւ հետեւաբար այդ բաղադրիչները իրենք հարստացնում են խոհանոցը մեկ այլ տարբերակով։ Հենց այնպես չէ, որ մենք ունենք պահկային խոհանոցի այդ տարբերակը, որովհետեւ եթե ուշադրություն դարձնենք սեզոնային հատվածին, ապա մենք տեսնենք, որ պահկային հատված ընկնում է այն հատվածում, որ ամանորից հետո գալիս է մի շրջան,
շրջան, որ պետք է օրգանիզմը լիցքաթափել, հա, եւ իրենք մեր նախնիները, մեր պապերը գիտեին այդ գաղափարի մասին եւ իրենք կարողանում էին լիցքաթափել իրենց մարմինը այդ 40-օրյա պահքի արդյունքում։ 50 օրյա է ստացվում, որովհետեւ վերջին 8 օրը եւս ավագ շաբաթվա հետ կապված միացվում է այդ պահեցողության օրերին։ Պահեցողության օրերի հետ կապված բազմատեսակ կիրառվող տարբերակներ մենք ունենք խոհանոցում, դրանք հիմնականում իրենց մեջ պարունակում են բուսական տեսակի եւ ոչ կենդանական ծագման, գիտենք, որ պահքային հատվածում արգելվում էր հիմնականում կենդանական ծագման կիրառվող բաղադրիչները եւ այդ սկզբունքից ելնելով, հաշվի առնելով տարածաշրջանը եւ ռելիեֆը, մենք շատ ունենք այդտեղ հիմնականում բուսականություն, տապակվող կանաչիներ, տարբեր բանջարեղեններ, որոնցով մշեցիները եւ ընդհանրապես տարածաշրջանում հայկական լեռնաշխարհում հայերը կարողացել են ստանալ խոհանոցի յուրահատուկ բաղադրատոմսեր, որոնք որ չեն կրկնվում, ամեն մեկն իր համով առանձնանում է։ Ես այս պահի դրությամբ կտրատել եմ այստեղ սալորաչիրը եւ ծիրանաչիրը, հիմա պետք է միացնեմ գազօջախը եւ իհարկե ավելացնեմ ձիթայուղ։ Ես ի սկզբանե ասացի, որ կարակ չենք օգտագործում, սա երևի միակ դեպքն է, որ մշեցիները, սասունցիները կարակ չեն օգտագործում, որովհետեւ պահքային հատված է, պահեցողությունը իրենից ենթադրում է ոչ կենդանական ծագման բաղադրիչների կիրառում։ Հետեւաբար այնինչ որ այսօր պատրաստելու եմ, պատրաստվելու է հենց բուսաեղի օգնությամբ։ Բայց սա դեռ կրակից դնեմ մի կողմ, որովհետեւ պետք է սոխը կտրատել։ Սոխառած ենք, այսինքն պատրաստում, բայց մեր սոխառածը տարբերվում է այս անգամ, որովհետև ստացվելու է ավելի քաղցր ջրային տարբերակ։ Երևի թե պատկերացնում եք համը ինչ հետաքրքիր կստացվի, քանի որ բավական հետաքրքիր է համադրությունը ստանալ այն կեղևի, որը մենք անելու ենք, այսինքն բլղուրի եւ սպիտակաձավարի համադրությամբ ենք ստանալու եւ իհարկե սոխի համը համադրվելու է տապակված սոխի համը համադրվելու է ծիրանաչրի եւ սալորաչրի հետ։ Մեր հայկական խոհանոցը յուրահատուկ մատուցման տարբերակ է իրենից ներկայացնում, այսինքն անհամադրելին հաճախ, երբ որ դու մտածում ես, որ դա չի համադրվի որևիցե ձևով, այնպես է համադրվում, որ երբևիցե չէիր մտածի, որ այդ տարբերակը համադրելի է եւ կարելի է իրականում օգտագործել եւ որպես ճաշատեսակ իրեն կիրառել։ Հիմա ես սոխը կմանրացնեմ, պետք է բարակ եւ մանր, այսպես քառակուսիներով կտրատել սոխը, հետո թեթև բովելու ենք իհարկե բուսայուղի մեջ, կարմիր պղպեղի, սև պղպեղի եւ իհարկե չոր կանաչու հետ միասին։ Աննկարագրելի բույր է այստեղ տարածվելու, որովհետև չոր կանաչին գիտեք, որ բացվում է հիմնականում տաքացված բուսայուղի կամ կարագի մեջ, իր բույրը եւ համային են գաման, որը որ արկա է։ Ես հիմա կավելացնեմ նաև չոր կանաչին այստեղ, շատ սիրում եմ իմպրովիզ անել, հետեւաբար այստեղ չէր խանգարել նաև մի փոքր քունջութը, որովհետև բոված քունջութը ամեն դեպքում շատ համեղ է բուսայուղի մեջ։ Իրեն բովելու ենք, մի փոքր կտապակենք սոխի հետ, բայց չպետք է շատ կարմրացնել, այլ ոսկեգույն դառնա բավական է այս դեպքում։ Հարգելի հեռուստադիտող, ես վերադարձա արդեն եւ այստեղ սոխառածն ենք պատրաստում չրերի հետ միասին, սալորաչիրը, ծիրանաչիրը կտրատել եմ, մի փոքր քունջութ եմ ավելացրել եւ իհարկե տապակում եմ բուսայուղի մեջ։ Հետո անցնել իհարկե ընկույզի կտրատմանը։ Ինչու է հիմնականում հայկական խոհանոցում եւ տարածված է հայկական լեռնաշխարհի ամբողջական խոհանոցում ընկույզի կիրառությունը շատ է։ Սա գալիս է նախ նրանից, որ ռելիեֆը հնարավորություն է տվել գրեթե բոլոր տեղերում ունենալ ընկույզ եւ այդ ընկույզը շատ հաջողությամբ եւ լավ տարբերակով գրագետ ներառվել է որպես այդպիսին խոհանոցում։ Օրինակ Վանի շրջանում եւ մի շարք այլ շրջաններում հետաքրքիր ճաշատեսակներ կային, որոնք որ ոչ կարագով եւ ոչ էլ բուսայուղով չէին պատրաստվում, այլ ընկույզը մեծ քանակությամբ ճխլում էին հատուկ գործիքների օգնությամբ կամ օրինակ հատուկ հավանգների մեջ եւ դրանից դուրս եկող այդ բուսայուղը ամբողջությամբ ընկույզի եթերային յուղը օգտագործում էին ճաշատեսակ պատրաստելու համար, հիմնականում լոբով ճաշեր պատրաստելու ընթացքում աննկարագրելի
անգամ է պատկերացնում եք ինչ հետաքրքիր պետք է որ ստացվի այդ յուղի արկայությունը այս դեպքում ընկույզի լոբու հետ համեմատված, որովհետև ինձ թվում է ամենալավ համադրելի տարբերակներից է լոբին եւ ընկույզը, որ կարելի է միշտ ստանալ։ Մի փոքր անդրադառնամ իհարկե նաեւ մուշի հետ կապված կրոնական եւ հավատալիքային սկզբունքներին։ Մենք գիտենք, որ մուշում հիմնականում մշո առաքելոց վանքն է հայտնի, որը նաեւ ուխտատեղի է եղել, բացի դրանից նաեւ իհարկե իր փառքն ու վեհությունը միջև 1915 թվականի ցեղասպանությունը կարողացել է վեհորեն պահել։ Սակայն ցավոք այս պահի դրությամբ շատ քիչ մաս է մնացել առաքելոց եկեղեցուց եւ ցավալի իհարկե փաստ եմ արձանագրում։ Միայն մշո առաքելոց վանքի ուրեմն փայտե փորագրված հոյակերտ դուռը այս պահին գտնում է Հայաստանի պատմության թանգարանում 1921 թվականին Աշխարհբեկ Քալանթարն է բերել իր հետ, իհարկե կարողացել է այնտեղից բերել եւ դա աննկարագրելի մի աշխատանք է, որ կատարված է փայտի փորագրության տեխնիկայով։ Այնպես որ առաջարկում եմ գնալ մեր մշակույթի հետ ծանոթանալ պատմության թանգարանում եւ ինչու ոչ մենք ունենք տասնյակ թանգարաններ եւ ավելի, որոնք որ մեր մշակույթի մասին տալիս են ստույգ գիտելիքներ եւ ճանաչում եք ձեր հայրենիքը ձեր իսկ հայրենիքի ներսում։ Այս նպատակով բավական լավ է ինքնակրթությունը, քանի որ թանգարան ինքնակրթվելու այն հարթակն է, որտեղից կարելի է ծանոթանալ մշակույթին, ավանդույթներին, տեսնել քո հարստությունները, գանձերը, որոնք ոչ թե նյութական տեսանկյունից են գանձեր, այլ հոգևոր եւ նաեւ մարդու ձեռքի աշխատանքի արդյունքում ստեղծված հոգևոր հարստություններ են։ Ես այստեղ ընկույզը կտրել եմ, բավական է կարծում եմ այսքան ընկույզը, կավելացնեմ իհարկե նորից այս սալորաչրի, ծիրանաչրի եւ սոխի տապակային, մի փոքր դրա հետ կբովեմ եւ հետո կանցնենք իհարկե կեղևապատմանը, այսինքն պետք է մենք կեղև ստանանք, որի մեջ լցոնելու ենք իհարկե մեր այս հետաքրքիր պահկային միջուկը, խճողակը, որը շատ հետաքրքիր համ է տալու, կարծում եմ, բլղուրի հետ համադրությունը քաղցր շատ հետաքրքիր ամեն դեպքում ստացում։ Բույրը աննկարագրելի է, ես ափսոս չեմ կարող այս բույրը փոխանցել ձեզ, որպեսզի կարողանաք դուք եւս զգալ այս բույրը, բայց ամեն դեպքում դրա համար առաջարկում եմ ոչ թե նայել ուղակի, այլ գնալ ու պատրաստել, որովհետև շատ հեշտ է բաղադրիչները եւ պատրաստման եղանակը եւս։ Ես մի փոքր բուսայող կավելացնեմ, որ ավելի ինքը այսպես կպչուն դառնա եւ տապակման գործընթացը ավելի հեշտ իրականանա։ Մի փոքր ես նաեւ կավելացնեմ իհարկե աղ էստեղ, բայց շատ քիչ իհարկե, քանակով շատ պետք չէ, որտեղ մենք ավելացնելու ենք իհարկե պատյանի մեջ։ Մինչև սա կտապակենք ու կդնենք սառչի, կհանդիպենք, երբ արդեն կշաղախեմ ես արտաքին պատյանը։ Հիմա անցնում ենք բուն շաղախման պրոցեսին, մեզ դրա համար անհրաժեշտ է մանր բլղուր, ավելացնում ենք խորը ամանի մեջ, ես ամբողջությամբ չեմ ավելացնի, մի փոքր կթողնեմ, որտեղ այսքան կարծում եմ բավական է, հետո կավելացնեմ այստեղ սպիտակաձավար, որպեսզի կպչունությունը ավելի լավ ապահովենք, սա եւս բավական է այսքանը, կավելացնեմ իհարկե նաեւ 2 ճաշի գթալ ալյուր, որպեսզի մենք ունենանք կպչունություն, քանի որ եթե պահկային չլինի, ես առաջարկում եմ նաև ավելացնել 2 ձվի դեղնուց, բայց այս դեպքում, քանի որ պահկային է, մենք չենք կարող ձու օգտագործել, հետևաբար կպչունության համար օգտագործում ենք ալյուր։ Եվ իհարկե դասական տարբերակում գրեթե բոլոր բլղուրով պատրաստվող ուրեմն կոլորակների կամ քյութաների դեպքում օգտագործում է կարակ նախ կպչունության համար, երկրորդն էլ փափկություն առաջացնելու համար, բայց քանի որ կրկին սա պահկային տարբերակ է, մենք այստեղ ավելացնելու ենք բուսայուղ։ Եթե դուք պահքից դուրս եք, ապա կարող եք իրեն կարակով պատրաստել, որտեղ կարակով տարբերակը ինձ ավելի շատ է դուր գալիս այդ դեպքում։ Ամեն դեպքում այստեղ ավելացնում եմ ձիթայուղ, հետո կավելացնեմ չոր կանաչի սև պղպեղ եւ կարմիր պղպեղ արտաքին պատյանի համար, կավելացնենք նաեւ աղ եւ այսքանը բավական է։ Հետո ավելացնելու ենք տաք ջուր, գործ պետք է լինի ջուրը, ասեմ ի սկզբանե, որովհետև
ընդհանրապես բլղուրը պետք է իր այդ ներսի օշարակ, այսինքն թանձրուկը դուրս տա, որպեսզի կպչունություն ձեռք բերի։ Այդ դեպքում մենք պարտադիր պետք է ավելացնենք տաք ջուր։ Գոր ջրի դեպքում մի փոքր դժվար է դուրս գալիս եւ process-ը ավելի շատ երկարում է։ Ես մի փոքր գթալով իրեն հիմա կշաղախեմ այսպես, հետո կանցնեմ իհարկե ձեռքի օգնությանը, որովհետեւ ձեռքով էլ ավելի լավ է մերվում այս դեպքում մեր արտաքին պատյանը։ Ահա, տեսեք, հիմա շատ փխրուն տարբերակով է, բայց մի փոքր շաղախելուց հետո արդեն մենք ստանալու ենք այն պատյանը, որը մեզ անհրաժեշտ է լցոնելու համար։ Լավ պետք է իրեն շաղախել ամեն դեպքում, որպեսզի կարողանանք ստանալ այն մակերեսը կպչունության, որը որ մեզ պետք է։ Դեռ սա պատրաստ չէ, ինչպես տեսնում եք, քանի որ բլղուրը ամբողջությամբ չի հասցրել ջուրը իր մեջ ներծծել։ Ահա, այսպես շաղախել է պետք իրեն, մինչև որ պատրաստ կլինի։ Հարգելի հեռուստադիտող, ես խճողակը պատրաստել եմ, թողել եմ, որպեսզի սառչի։ Այս դեպքում ունենք նաև պատյանը, որը բավական երկար շաղախել եմ, որպեսզի ստանամ այն տարբերակը, որը ինձ այս դեպքում անհրաժեշտ է։ Ուրեմն, ինչ ենք անում։ Վերցնում ենք փոքրիկ, շատ մեծ չեք վերցնելու գունդը, այսինքն այդ խճողակը դնելու համար, մեզ պետք է պատյանը բավական երկար շաղախել, հետո իր մեջ այսպես փոսիկ ենք տափակ բացելու, որպեսզի կարողանանք լցոնել մեր խճողակով։ Ահա, այսպեսի տափակ տարբերակ ենք, կիսագոգաձև տարբերակ ենք ստանում։ Ավելացնում ենք իհարկե կիսագոգաձև արված մեր պատյանի մեջ, լցնում ենք խճողակը, բայց շատ չեք լցնելու, որպեսզի կարողանանք հետո իրեն գնդաձև փակել, այսպես իրեն 4 կողմից բերում ենք, հավաքում ենք իրար վրա եւ այսպեսի գնդիկ ենք, սկզբնական հատվածում ստանում ենք այսպեսի գնդաձև, ուրեմն կոլոլակներ։ Հետո կարող եք մի փոքր իրեն ուրեմն սեղմել, որպեսզի խճողակի եւ պատյանի միջև եղած օդը հեռանա, որպեսզի եփելու ընթացքում չբացվի։ Սա կարևոր նախապայման է։ Տեսեք ինչ խորհուրդներ եմ ես ձեզ տալիս, որ ամենից հաջող ստացվի։ Մի փոքր կարող եք ուղղակի տափակեցնել եւ ստանալ այսպիսի հետաքրքիր տափողակի նման տարբերակներ։ Ահա, այսպես։ Իրեն կարող եք դնել, անցնել հաջորդին եւ հետո այս ամեն ինչը պետք է մենք շոգեխաշենք աղաջրի մեջ։ Ուրեմն մեր դեպքում այստեղ արկա է արդեն առաջին տարբերակը, հիմա կանցնենք երկրորդին, ես երկրորդ տարբերակն է ձեզ ցույց կտամ, որպեսզի հասկանանք թե ինչ տարբերակով է լցոնվում եւ հետո իրեն ջրի մեջ կդնենք, որպեսզի խաշվի եւ կհանդիպենք, երբ որ արդեն ամբողջապես կլինի պատրաստի վիճակում։ Ահա, երկրորդ տարբերակը ես կրկին այսպես միացնում եմ, հետո սեղմում եմ կրկին օդը դուրս գալու համար, որպեսզի ավելի կայուն լինի, հետո մի փոքր տափակեցնում եմ եւ կողքերից եւս շրջանաձև պտույտներով ստանում ենք իր ձևը։ Եվ այսպես մնացած խճողակը եւ պատյանը։ Հետո գցելու ենք աղաջրի մեջ, մոտավորապես մի 10 րոպե խաշենք եւ հանդիպենք, երբ արդեն պատրաստ լինի ու ճաշակենք։
Հարգելի հեռուստադիտող, մեր մուշի կոլոլակները կամ պահկային քյուֆթաները արդեն իսկ պատրաստ են։ Աննկարագրելի համ եւ բույր կա այստեղ։ Համը իհարկե ես հիմա կփորձեմ եւ որպեսզի հստակ ձեզ ասեմ թե ինչ համ ունի, բայց ես չեմ կասկածում իհարկե, որ համեղ է լինելու։ Ահա, այսպես կկտրենք, միջուկի հետ միասին կփորձեմ եւ կասեմ կարծիքս։ Շատ համեղ է։ Եթե պահկային չլիներ, ես այստեղ միանշանակ կավելացնեի կարագ, որովհետև համը էլ ավելի յուրահատուկ կդարձներ։ Չնայած այս ձևով ավելի թեթև է ու էլի համեղ տարբերակ է։ Դե ինչ, պատրաստեք, փորձեք մուշի կոլոլակ եւ մեր ավանդույթները միասին կարողանանք պահպանել, որովհետև խոհանոցը ոչ միայն զուտ ուտելիքի մասին է, այլ նաեւ մշակույթի։ Այսօր պատրաստեցինք պահկային կոլոլակներ մուշի խոհանոցից, յուրահատուկ եւ նրբահամ։ Դե ինչ, պատրաստեք, փորձեք եւ ճաշակեք։ Ձեզ հետ էր Վահե Սեման, կհանդիպենք հաջորդ եթերին։ Հացն ու գինին, Տեր կենդանին։